Այսօր խոսենք շատ հետաքրքիր մի թեմայից, պորտֆելի կառուցվածք, հա, մենք խոսել ենք դիվերսիֆիկացիայից, ինչքանով է դա նպատակահարմար, այսօր խոսենք ոնց են կառուցում պորտֆելը, սկզբից որոշ դժվար բանաձևեր, բայց վերջում շատ պրակտիկ քայլեր կարող ենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Առաջի պատկերը, ուրեմն ունենք այստեղ երկու ակտիվ, հա, երկու հատ ներդրում եւ կառուցում ենք պորտֆել երկու համաչափ մասից։ Այստեղ ուրեմն ունենք ակտիվ A եւ ակտիվ B, ակտիվ A-ի կշիռը 50% է պորտֆելում եւ նաեւ ակտիվ B-ին էլ եւս 50։ Նաեւ նշված է իրանց սպասվող եկամտաբերությունը, հա։ Եթե ներդրում անենք այս ակտիվին ինչքան է եկամտաբերությունը եւ այստեղ ինչքան։ Նաեւ ունենք իրանց ռիսկը, հա, այսինքն ինչքանով են այդ գները, այդ եկամտաբերությունը տատավում տարիների ընթացքում եւ կփորձենք ստանալ լավ այս երկու ակտիվը իրար հետ պորտֆելի մեջ դնենք ինչ կստացվի, հա, ստեղ ունենք պորտֆելի եկամտաբերություն, սպասված եւ սպասված պորտֆելի ռիսկ։ Այս պատկերում ուրեմն շատ հեշտ է հաշվել սպասվող եկամտաբերությունը, մենք բազմապատկում ենք ուղղակի մասնաբաժինը կամ կշիռը պորտֆելի մեջ իր սպասվող եկամտաբերությունից, առանձնապես դժվար բան չկա անելու։ Ավելի հետաքրքիրը այն է, թե ինչ է տեղի ունենում ռիսկի հետ, հա, ինչքանով է տատավում ընդհանուր պորտֆելի եկամտաբերությունը, հա։ Բանաձևը բավականին դժվար է, բայց զուտ ներկայացնենք, թե այդպես մոտեցումային առումով ինչա սա նշանակում։ Մենք ունենք ուրեմն պորտֆելի վարիանս ու ունենք կոռելացիաներ։ Այստեղ բանաձև է, բայց վերջում ունենք սա այս հետաքրքիր մի բառը RON, որը նշանակում է կոռելացիա, հա, կոռելացիա նշանակում է ինչքանով են այդ ակտիվների եկամտաբերությունները իրար հետ տատանվում, հա, կոռելացիան բարձր է կամ ցածր։ Հիմա եթե մենք ունենք բարձր կոռելացիա, մոտավորապես այս տեսքը կունենա, եթե բացասական է, այսինքն մի բանը բարձրանում է, մյուսը ընկնում է նույն ժամանակ, կոռելացիան դեռ հիմա բացասական։ Հիմա այդ ամենը իրար հետ որ գումարում ենք, ստանում ենք ինչ։ Ուրեմն եթե տարբեր պարագաներում կոռելացիայի, հա, մենք ստանում ենք ոնց որ միշտ սպասվող եկամտաբերություն, այսինքն 17%, 50% սրա մեջ, 50% սրա մեջ, բայց նաև շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, թե պորտֆելի ռիսկը ինչա տեղի ունենում դրա հետ։ Նույնիսկ բարձր կոռելացիայի ժամանակ, օրինակ 0.9, հա, մենք ունենք ավելի ցածր ռիսկայնություն, քան թե եթե ներդրում անենք մենակ մի ակտիվում ամբողջ գումարը, հա, այսինքն 20% մենք ունենք ռիսկայնություն մի ակտիվի մեջ, բայց երբ որ երկուսը իրար հետ դնում ենք նույն պորտֆելի մեջ, ռիսկը միանգամից նվազում է եւ ոչ մի բան առանձնապես տեղի չի ունենում սպասող եկամտաբերության հետ, այսինքն ռիսկը կարա նույնիսկ դառնա 0, եթե կոռելացիան բացասական -1 է, հա։ Լավ, հիմա այս ամեն ինչը ինչ է նշանակում։ Նշանակում է մի քանի բան։ Նախ պետք է ընտրել ակտիվներ, որոնց կոռելացիաները նույնը չեն։ Օրինակ պրակտիկ առումով, եթե բոլոր գումարները ներդրում ենք միտեղ, օրինակ կոռելացիան լինելու է +1, հա, եթե տարբեր տեղերով ենք բաշխում ներդրումները մի երկրում, այլ երկրում տարբեր բաժնետոմսերի կամ տարբեր պարտատոմսերի մեջ, կոռելացիան արդեն նվազում է։ Ու ըստ դրա, ինչքան տարբեր տիպի ակտիվներ պորտֆելում, այնքան ավելի ցածր ռիսկայնություն։ Հիմա վերջում կարելի ասել, որ եթե բոլոր գումարները ներդրում ենք պարտատոմսերի եւ ավանների մեջ դրամային, մենք ունենք կոռելացիան, որը բավականին բարձր է, որտեղ դա համ երկրի ռիսկի հետ է կապված, համ արժույթի ռիսկի հետ է կապված։ Երբ որ մենք արդեն տարանջատում ենք արժույթի ռիսկ, երկրի ռիսկ, բաժնետոմսային կամ պարտատոմսային ռիսկ, եւս արդեն կոռելացիաները նվազում են ու ըստ դրա ընդհանուր պորտֆելի ռիսկայնությունը նվազում է։ Տարբեր երկրներում կարելի է ներդրում անել, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, եւ վերջում կարելի է ասել նաեւ ստարտափային մասով, հա, ինչի հետ մենք ենք աշխատում, կոռելացիան օրինակ հայկական ակտիվների եւ հայկական ստարտափների բավականին ցածր պետք է լինի, որտեղ սա պարտատոմսերի ավանները մի շուկայում են գործում, ստարտափների մասով լրիվ ուրիշ շուկայում են, ուրիշ փուլերում են հասուն նորաստեղծ կազմակերպություններ, այդ ամեն ինչը պետք է իհարկե հաշվի առնել։ Այսինքն այդ կոռելացիաները, տարբեր դիվերսիֆիկացիաները տարբեր պարտատոմսերի, բաժնետոմսերի, ավանների եւ այլնի եւ ստարտափների մեջ, իհարկե այդ ամենը պահում է բարձր եկամտաբերությունը, նվազեցնում է ռիսկերը։ Դե այսքանը այս անգամ, եթե հարցեր լինեն, գրեք անպայման կապի մեջ։